Բարեպաշտ հավատավոր հայորդիներ, սիրելի ժառանգավորացի և թարգմանչացի աշակերտներ, գոհաբանական աղոթքով ժամեր առաջ մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ուղևորվեցինք դեպի Երուսաղեմ Սուրբ քաղաք։ Եվ ահա Տիրոջ բարեհաճ ողորմությամբ մենք աղոթքի ենք կանգնած Երուսաղեմի Սրբոց Հակոբյան միաբանության և բարեպաշտ մեր հավատավոր զավակների հետ միասին նվիրական այս տաճարի աղոթաբույր կամարների ներքո, որպեսզի մեր շուրթերից վերստին գոհաբանական աղոթք առ Աստված բարձրացնենք։ Մենք այս պահին մեր սրտի խորքից հայց և մաղթանք ենք երկնավորին վերառակում, այս սրբազան երկրի համար, որպեսզի այն ապրի խաղաղության մեջ, անդորրության ու բարեշինության մեջ։ Մենք աղոթք ենք բարձրացնում Սրբոց Հակոբյան նվիրական այս տաճարի Սուրբ Սեղանի առջև հայրենի մեր երկրի և աստվածասեր բարեպաշտ մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակների համար, որպեսզի Տերը իր բարի հայացքի ներքո շարունակի պահել ու խնամել աստվածնդիր ազգս հայոց, որպեսզի հայրենի մեր երկիրը շարունակի իր զավակների արդար աշխատանքով ու քրտինքով ու վաստակով օր ամուր զորանալ ու շենանալ և զորացնել հավատն ու հույսը առ հայրենին աշխարհասփյուռ մեր զավակների։ Մենք գոհություն և փառք ենք մատուցում, որ հազարամյակների պատմության ընթացքին Աստված միշտ ուղեկից է եղել մեր ժողովրդին, պահել ու պահպանել է նրան բոլոր փորձությունների, դժվարությունների, հալածանքների, տարագրությունների մեջ։ Այդ ամենի դեմ հանդիման այսօր Հայաստան աշխարհը և հավատավոր ազգս հայոց նոր